Արման, սպասի։ Դու գնացեք հիմա կգամ։ Ես իմ որոշումը չեմ փոխի։ Արման, դու այդ բանը անելու իրավունք չունես։ Չէ, ունեմ։ Արդեն ունեմ։ Արման, ես… Պապ, մենք այսօր շատ ենք խոսում։ Ու ինձ համար ամեն ինչ պարզ է։ Դու ինձ իմ որոշումներից հետ մի պահի։ Արման, մենք պետք է առանձին խոսենք։ Արման! Լավ դե գնանք ուշա, տեսնենք որտեղ ենք գիշերները։ Ես ինչ արեցիր, Արման, ոնց համարձակեցիր հեռանալ ինձնից, չէ, ես այսպես չթողնի, ով ուզում է թողլեքի ինձ, մենակ ոչ իմ տղեն, դու իմ տղեն ես, Արման, ես եմ քո միակ ծանողը, ես, ոչ թե տանարժան մերդ, ով կարար երկար տարիներ առանց քեզ ապրել, հետո մի օր զարթներ ու որոշեր, որ այդ օրվանից ինքն է քո ծնողը։ Չեմ տա, որ ինձ այս օրը գցես Նինա, ուզում ես տղուս խլես, հա? Չի ստացվի, թույլ չեմ տա, Արմանը իմ կողքին պիտի լինի, ինձ հետ։ Դե այսօր հեստեղ կմնանք մինչև միտում կճարենք էլ։ Լավ տղայս։
Չէ, ուղղակի ուզում էի իմանալ Անժելին հետս բերեմ, թե չէ։ Հա, լավ կլինի որ բերեմ։ Չէ, խնդիր չկա, Ստեփանյան ջան, խնդիր չկա, եթե անհրաժեշտ է անպայման կբերեմ։ Չէ, ասված ոչանի, երեխեն ինչ մեր տանն է, հələ ոչ մի անգամ չի հիվանդացել։ Եղավ Ստեփանյան ջան, եղավ, ցտեսություն ախպեր ջան։ Անժելին պետքա տանես, հա։ Չլսեցիր։ Ասաց, լավ կլինի որ տանեմ։ Ուրեմն Անժելի ներկայությունը պարտադիր չի։ Շուշան, ճիշտ ասած այդ պահը լավ չհասկացա, բայց դե որ ասիկ տանեմ, ուրեմն կտանեմ։ Բայց ինչի համար է կանչում։ Որթեգերման համար էլ ինչի։ Երևի թուղթ-մուղթ կա ստորագրելու։ Լավ է թուղթ-մուղթը չպրծավ։ Վայ, այ կնիկ, հիմի մարդը զանգե կանչում, ասեմ չէ, չեմ գալի։ Չէ, պիտի գնաս։ Արշակ, բա Անժելի հետևից երբ ես գալու։ Երևի տես 4-ի կողմեր էլի, շուկայից որ դուրս գալու եղա, կզանգեմ, կզգուշացնեմ։ Օֆ, Դավիթի հարցը ոնց է լինելու ախր, ինչ պիտի ասեմ ես Դավիթին։ Դավիթին թողին վրա Շուշան, ես հետը կխոսամ կհամոզեմ։ Դե լավ, ոնց կասես։ Լավ, ես գնացի Շուշան։ Գլխակս։ Քնած ժամանակ ոնց որ հրեշտակներ լինեն, բայց որ սարտում են, թողու փախի, ձեր ցավը տանեմ երեխեք ջան։ Դու չես խմում։ Չէ, ես արդեն խմել եմ, չգիտեի որ շուտ եք գալու։ Շատ գործ ունենք, Սեդա ջան, դրա համար շուտ եկանք։ Հայ, քեզ մի բան եմ ուզում խնդրել։ Խնդրել։ Դրա կարիքը կա։ Դե, երևի։ Չէ, դու պարզապես ասա ինչ ես ուզում։ Ու մենք կանենք։ Լավ։ Ուզում եմ, որ իմ աշխատանքից գալուց դուք նորից այստեղ լինեք, հնարավոր է։ Իհարկե հնարավոր է, Սեդա ջան։ Հնարավոր է, չէ՞ Հայկ։ Դե պատասխանեցիր էլի համա։ Տեսիմ կարողա դու Հնարավոր է, Սեդա։ Մենք այստեղ կլինենք ու կսպասենք քեզ։ ուրեմն շուկայից հետո անմիջապես կգանք այստեղ։ Շատ լավ։ Ոնց որ հասկացա չես ուզում ասել ինչ է եղել։ Անակնկալ ունեմ ձեզ համար, բայց ինչ չեմ ասի։ Անակնկալները միշտ էլ լավն է լինում։ Չնայած, չէ, բայց քո անակնկալը շատ լավ է կլինի, չէ։ Երևի։ Լավ, ես պետք է գնամ, մինչ երեկո։ Հայկ, ինչի՞ս է դա ինչ ասցիր, որ այսօր երեկոյան պետքա տղայիդ հանդիպես։ Կասեմ, երեկոյան կասեմ։ Բա լավ, հիմա ինչ ենք անելու։ Հիմա այս սուրճը կխմենք, հետո կգնանք հարևաններից մի քանիսին կտեսնենք։ Իսկ հետո էլ կգնանք շուկա ու Արշակի փողը կտանք, թե չէ ես գիշեր չեմ քնի հաստատ։ Ես էլ Հայկ ջան, ես էլ։ Արման գիտես չէ, իմ բոլոր իրերը մնացել են ձեր տանը։ Հիմա ինչ ես առաջարկում, գնամ բերեմ։ Չէ, կարող ես ինչ-որ մեկին ուղարկել։ Չէ, չեմ կարող։ Ու հետո մոռացի թե մեր տանը ինչ ունես։ Եթե քեզ շոր կամ ուրիշ բան ա պետք, գնաս խանութ կգնաս։
Մոռացել ես Արման, ես խանութ ունեմ։ Հա ճիշտ է։ Այդ խանութը քո բացակայության ընթացքում ով էր տիրություն անում։ Վարդանը։ Հա, էլի Վարդանը։ Արման Վարդանը։ Էլ Վարդանի անունը չտաս վերջ։ Հասկացա՞ր։ Մոռացի Վարդանի հետ կապված ամեն ինչ։ Խանութն էլ հետ է։ Արման, բայց խանութը իմն է։ Էլ քոնը չի։ Արման, չէ։ Ինչի՞ չէ։ Դու ամուսնացած ես ու պիտի մտածես քո ընտանիքի մասին։ Արման, բայց մեկը մյուսին չի խանգարում։ Խանգարում է։ Ես չեմ ուզում, որ իմ կինը բիզնես վումն լինի։ Արման, խնդրում եմ։ Վերջ։ Երեխեք, եթե հարմար չի, կարող եմ մի քիչ ուշ գալ։ Չէ, մամ, հարմար է, հիմա դուրը կբացենք։